Հայաստանում տարածված է, որ 5 տարի առաջ Արծրուն Հովհաննիսյանը 44 օր ժողովրդին հաղթելու ենք է ասել եւ խաբել։ Իրականում տասնյակ հազարավոր մարդիկ, որ Արցախում ծառայող որդի, եղբայր եւ հարազատ են ունեցել, իրականությունն իմացել են պատերազմի հենց առաջին օրվանից։ Հազարավոր հայրեր եւ եղբայրներ Հայաստանից մեկնել են Արցախ, կանգնել իրենց զավակների կողքին։ Շատերն այդպես էլ նրանց տեսությանը չեն արժանացել։ Այդ ողբերգական ճշմարտությունը չէր կարող գաղտնի մնալ։ Պատերազմի առաջին օրվանից տասնյակ հազարավոր արցախցիներ տեղափոխվել են Հայաստան։ Գորիսում եւ Վարդենիսում այդ շարժն աննկատ չէր։ Սյունիքում բոլորն են տեսել, թե հոկտեմբերի 8-ից հետո Հադրութն ինչպես է դատարկվում։ Շուրջ 15000 հադրութցի Հայաստան է մտել Խնձորեսկի ճանապարհով։ Ոչ մի երկրի պաշտոնական քարոզչություն պատերազմի ճշմարտությունը չի ներկայացնում, բայց երբ 5 տարի առաջ այսօրն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ զենք է վերցնում եւ որպես շարքային գնում է ռազմաճակատի առաջնագիծ, դիտողունակ մարդու համար պարզ պիտի լիներ, թե որքան ծանր է իրավիճակը։ Մոտ մեկ շաբաթ հետո Արայիկ Հարությունյանը Facebook-ի պաշտոնական էջում լուսանկար հրապարակեց Հադրութի Թութակներ կոչվող զորամասից։ Եվ հասկանալի եղավ, որ թշնամին Հադրութ քաղաքը գրավել է։ Ռազմաճակատի հարավային բնագիծը փլուզված է, որովհետև Արցախի նախագահի կողքին նրա գլխավոր խորհրդականն էր։ Մի խումբ աշխարհազորայիններ էին։ Այդ օրերին Արցախի մի քանի նախկին զինվորականներ, առաջին պատերազմի մասնակիցներ հայաստանյան մամուլին աշխույժ հարցազրույցներ էին տալիս եւ վստահեցնում, որ Շուշիի մատույցներ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբերը հեշտ որս կդառնան, հենց որ տեղը առաջին ձյունը եւ նրանց հետքերը չճշտվեն։ Դա կազմակերպված ապատեղեկատվություն էր, թե մարդկանց ոգևորելու հնարք։ Փաստն այն է, որ Ստեփանակերտում ոչ ոք այդ հավաստիացումներին մանանեխի հատիկի չափ հավատ չէր ընծայում։ Քաղաքի կենտրոնից անզեն աչքով տեսանելի էր թշնամու առաջխաղացումը, եւ ողջամիտ մարդիկ զարմանում էին, թե նահանջող հայկական զորքերն ինչու գոնե անտառային ճանապարհները չէին ավերում։ Բաքվում ԼՂՀ ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դատավարության մասին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ օգտագործելով ադրբեջանական աղբյուրներ գրեթե ամեն օր նիստից հետո տեղեկություններ են տարածում։ Միանգամայն արդարացված եւ օրինաչափ է, որ այդ նյութերն ուղեկցվում են մեկնաբանություններով, տրվում են քաղաքական եւ իրավական բնույթի ճշմարտացի գնահատականներ։ Ակնհայտ է, որ Ալիևը ոչ միայն հագուրդ է տալիս երևի բնածին քինախնդրությանը եւ հայատյաց վրիժառությանը, այլև նպատակ ունի միջազգայնացնել, որ Հայաստանը 3 տասնամյակ օկուպացրել է Ադրբեջանի սուվերեն տարածքները, իրականացրել էթնիկ զտումներ, իսկ առանձին պաշտոնյաներ կատարել են ռազմական հանցագործություններ։ Որպեսզի այդպես չլիներ, Արցախի նախկին նախագահները, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը, նախկին պետական նախարարը եւ արտաքին գործերի նախարարը, ազգային ժողովի նախագահը չպետք է հայտնվեին Բաքվում։ Թաթուլ Հակոբյանը չբացահայտելով աղբյուրը վստահաբար ասում է, որ Բաքվի նախնական պահանջով Ստեփանակերտում արդարադատությանը պետք է հանձնվեին Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը եւ Կամո Վարդանյանը։ Երբ է ներկայացվել նման պահանջ, նա չի մանրամասնում, երևի աղբյուրն այդ մասին չի խոսել։ Բայց եկեք ենթադրենք, որ Ադրբեջանը նման պահանջ դրել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, ասենք Եվլախի բանակցությունների ժամանակ։ Հարց է ծագում, Արցախի իշխանություններն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել են մյուս պաշտոնյաների եւ զինվորականների Հայաստան ազատ ելքի հարցը։ Այսինքն հնարավոր չէր Ադրբեջանի հետ համաձայնությամբ բարձրաստիճան բոլոր նախկին զինվորականների համար ապահովել ելք։ Կամ եթե Ադրբեջանը չի պահանջել, որ Արայիկ Հարությունյանը եւ Դավիթ Իշխանյանը հանձնվեն արդարադատությանը, նրանց ինչու են ձերբակալել եւ տարել Բաքու։ Ադրբեջանի դատավարության համար իհարկե կարևոր անձը, պատերազմին նրա մասնակցություն-չմասնակցությունը չէ։ Ով էլ որ հայտնվեր Ալիևի թակարդում նույն վերաբերմունքին էր արժանանալու, նրան նույն հանցանքն էր մեղսագրվելու։ Խնդիրն այն է, թե ինչու Բաքվի կազմած հանցագործների ցուցակից մեկն անցել է Երևան, իսկ այնտեղ չընդգրկված մի քանի հոգի առևանգվել։ Եվ ինչու հայաստանյան որոշ լրատվամիջոցների նրանց հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Մեկին հերոսություն են վերագրում, մյուսին փոքրոքություն։
այս գաղտնիք Ղարաբաղին կպարզվի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին Քաթարին անվտանգության բացառիկ երաշխիքներ տրամադրելու մասին հրամանագիր է ստորագրել, որի բովանդակությունը հայտնի է դարձել իսրայելական UNET առցանց պարբերականին։ Ըստ այդմ Կատարի դեմ ցանկացած ոտնձգություն հավասարեցվում է ԱՄՆ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղակի սպառնալիք, ինչին Վաշինգտոնը կարձագանքի անհապաղ, գործի դնելով ազդեցության բոլոր, այդ թվում անհրաժեշտության դեպքում նաև ռազմական համապարփակ միջոցներ։ Իսրայելական պարբերականը հատուկ ընդգծում է, որ տարածաշրջանի ոչ մի երկիր Միացյալ Նահանգներից անվտանգության նման երաշխիքներ երբևէ չի ստացել։ Խիստ ուշագրավ է, որ Թրամփը նման հրամանագիր ստորագրել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը նրա ներկայությամբ հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիրի հետ և Դոհայում Համասի նստավայրը ռմբակոծելու համար ներողություն խնդրել։ Այս ֆոնին Բաքվի իշխանական Մինվալ Կետազը հարցազրույց է ունեցել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովի հետ։ Վերջինս ադրբեջանական փորձագիտական շրջանակներում համարվում է Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական խոսնակը։ Զուլֆուգարովը առանց մեջբերումներ և հղումներ անելու անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և ԵԽԽՎ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներին և տպավորություն փոխանցել, որ նա փորձում է Վաշինգտոնի աչքում ոչ կառուցողական ներկայացնել Իլհամ Ալիևին։ Դատելով պետական դեպարտամենտի հայտարարություններից Դոնալդ Թրամփը խիստ բծախնդիր է իր անձնական հեղինակությանը վերաբերող հարցերում, բայց Փաշինյանին կարծում եմ չի հաջողվի պատասխանատվությունը լիովին բարդել Իլհամ Ալիևի վրա, ասել է Զուլֆուգարովը։ Կարելի է ենթադրել, որ նախօրեին պետական դեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր խորհրդականի Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հանդիպմանն ամերիկյան կողմը ակնարկել է Վաշինգտոնյան պայմանավորվածություններից դուրս խոսույթի աննպատակահարմարության մասին։ Ալիևն ըստ երևույթին զգուշանում է, որ կարող է հայտնվել Թրամփի զայրույթի տիրույթում։ Զուլֆուգարովը փորձում է տպավորություն ստեղծել, որ Փաշինյանը Մոսկվա այցից հետո այլ տոնայնություն է ընտրել։ Պետք է ասել, որ ադրբեջանական դիվանագիտությունը փորձելու է նման ուղերձ հասցնել Վաշինգտոն։